Երևանի համար 179 հիմնական դպրոցում անցկացվել է սեյսմապաշտպանության թեմայով սպորտային և շարժական խաղ վիկտորինա։ Միջոցառումը նախաձեռնել էր Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչությունը։ Մրցույթը ներառում էր 3 խաղ, որոնց շրջանակում թիմերը հավաքեցին առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, ըստ սցենարի ցուցադրեցին պայմանական երկրաշարժի դեպքում ցածր հարկերից և փլատակից տարահանվելու իրենց հմտությունները։ Խաղերի պարտադիր բաղադրիչ էին սպորտային վարժությունները։ Խաղ վիկտորինայի հեղինակ Աիդա Ավետիսյանի խոսքով, գործնական կիրառական մեթոդի շնորհիվ աշակերտներն արտահայտում են իրենց շարժողական, հուզական, խոսքային և տրամաբանելու կարողությունները։ Ժյուրին գնահատում է վարժությունների ճիշտ կատարումը, արագությունը, կարգապահությունը, ինչպես նաև երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների լավ իմացությունը։ Նման միջոցառումները շատ կարևորում եմ, քանի որ ավելի շատ իրազեկվում են թե երեխաները, թե դպրոցի բոլոր անձնակազմը, ուսուցիչները։ Մենք պատրաստվել ենք, մի քանի օր փորձեր ենք արել, երեխեքի հետ զրույցներ ենք տարել։ Մեր երեխաները սովորեին միայն սպորտային միջոցառումների, քանի որ միջոցառումը համալրված էր նաև փրկարարության հետ կապված տարհանումներ և անհրաժեշտության պայուսակ, ինչ-որ չափով տարբերվում էր իրանց հիմնական սպորտային միջոցառումներից։ Բոլոր մնացած առումներով բոլորը ոգևորված պատրաստվել են, շատ լավ, հաճույքով գալիս էին, փորձերը կատարում էին։ Ինձ թվում է նման միջոցառումները շատ օգտակար արդյունք են տալիս, ավելի կանոնակարգված է լինում տարհանումները և մնացած բոլոր փրկարարության հետ կապված գործողությունները։